Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան չպետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան եւ սահմանները չպետք է բացվեն։ Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Մենք արդեն մեր մոտեցումները հայտնել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակի վերաբերյալ, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նրա խոսքով առաջիկայում հնարավորություն կունենան ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը։ Նոր մեղադրանք է ներկայացվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են դատախազությունից հավելելով, որ Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով նրան մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար։ Մայրաքաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող շուրջ 900,000 ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկային մոտարկված կադաստրային արժեքով 9420 քառակուսի մետր մակերեսով հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հակակոռուպցիոն դատանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի ունեցած բանակցություններից։ Ըստ պետքարտուղարի բանակցությունների ընթացքում քննարկվել է տարածքային զիջումների հարցը խաղաղության հասնելու համար, նա կոչ արել Պուտինին դիտարկել ռազմական գործողությունների դադարեցման հարցը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Միլանում ներկայ է եղել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի Ինտեր Ֆեյենորդ պատասխան խաղին, որտեղ Միլանյան թիմը 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպումից հետո Արզումանյանը հանդիպել է ազգային հավաքականում իր նախկին թիմակից Ինտերի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանին։